Ոստիկանությունը Անկարայի կենտրոնական 2 տասնյակ շրջաններում գյուլենականության մեղադրանքով լայնածավալ շուրջկալներ է իրականացնում։ Խուզարկություններ են տեղի ունեցել Գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարությունում, գերատեսչության 59 աշխատակից ձերբակալվել է։ Անցած տարվա հեղաշրջման փորձի համակարգման կենտրոն Աքնջեի ռազմաբազայի գործով մեկնարկած դատավարությունը ևս իր վրա է բևեռել միջազգային հանրության ուշադրությունը։ Դատարանի առաջ է ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Աքն Օզթյուրքը, որին իշխանամետ մամուլն անվանում է հեղաշրջման ճարտարապետ։ Գեներալը կտրականապես հերքում է առաջադրված մեղադրանքը։ Ենթադրում են, որ հեղաշրջման հաջող ավարտից հետո Օզթյուրքը դառնալու էր նախագահ։ Էրդողանը գյուլենականության մեջ կասկածվողների համար հերթական նվաստացուցիչ որոշում է կայացրել։ Նրանք բոլորը դատական նիստերին պետք է ներկայանան միևնույն հատուկ հագուստով։ Իշխանությունը գնաց այս քայլին, երբ ձերբակալվածներից մեկը դատարան ներկայացավ հերոս գրառմամբ շապիկով։ Հիմա Թուրքիայում այդ բառն էլ է համարվում տաբու։ Էրդողանի հետապնդման մոլուցքն ընդունել է զավեշտական դրսևորումներ։ Թուրքական սերիալներից մեկի մի դրվագում երկրորդ պլանում մի պահ երևացել է Գյուլենի գիրքը, ինչից հետո ֆիլմի ամբողջ անձնակազմին տարել են հարցաքննության։ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել ավելի քան 120,000 մարդ, աշխատանքից հեռացվել 90,000-ը։ Էրդողանյան զտումները շարունակվում են։ Լիլիթ Մուրադյան, օրակարգի համար։